Գարուն էր Երուսաղեմում այն եղանակը, երբ թագավորները մեկնում էին պատերազմի, բայց այդ տարի Իսրայելի մեծագույն ռազմիկը մնաց պալատում։ Մի իրիկնամուտ, մի տանիք, մի կին, որ լողանում է օրվա վերջի ոսկե լույսի ներքո։ Եվ րոպեների ընթացքում Աստծո սրտի համեմատ մարդը կսկսեր մի անկում, որը կպղծեր նրա տոհմը սերունդների ընթացքում։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ գիշեր, միայն շնություն չէր։ Դա մի պարուրած անկման սկիզբ էր, որը կներառեր սուտ, մանիպուլյացիա, ռազմական դավաճանություն, կանխամտածված սպանություն։ Ամեն ինչ սկսվեց մի հայացքից, որը տեց չափազանց երկար։ Նախքան տեսանյութը շարունակելը, ցանկանում եք զորացնել ձեր աղոթքի կյանքը, նա օգնել մեր ալիքին աճել։ Ես պատրաստել եմ մի նյութ ավելի քան 50 հատուկ աղոթքներով, ձեզ առաջնորդելու համար։ Սեղմեք նկարագրության մեջ եղած հղմանը, օգնեք մեր նախագծին տարածել Քրիստոսի խոսքը։ Մտածեք այն մարդու մասին, ով այնտեղ էր այդ իրիկնամուտին։ Դավիթը մոտ 50 տարեկան էր։ Նրա ձեռքերը սպանել էին փղշտացի հսկային, երբ նա դեռ պատանի էր։ Նրա ոտքերը փախել էին սավուղից ավելի քան մեկ տասնամյակ, թաքնվելով քարանձավներում, անապատներում, նույնիսկ Իսրայելի թշնամիների մեջ։ Նրա ձայնը հորինել էր սաղմոսներ, որոնք կերկվեին 3000 տարի։ Նրա սիրտը հենց Աստծո կողմից նկարագրվել էր որպես աստվածայինին համահունչ։ Սա այն մարդն էր տանիքի վրա։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Թագավորաց երկրորդ գրքի 11-րդ գլխի աստվածաշնչյան տեքստը սկսվում է մի տեղեկությամբ, որը պատահական է թվում, բայց կրում է հյուսիսափայլի ծանրություն։ Դա այն ժամանակն էր, երբ թագավորները դուրս էին գալիս պատերազմի։ Հին մերձավոր արևելքում գարունը նշում էր անձրների ավարտը, ռազմական արշավների սեզոնի սկիզբը։ Բանակները օգտվում էին 4 ամիսներից քայլելու, քաղաքներ պաշարելու, տարածքներ ընդլայնելու համար։ Յուրաքանչյուր արժանապատիվ թագավոր անձամբ էր առաջնորդում իր զորքերը։ Դավիթն ուղարկեց Հովաբին։ Ռազմական առաջնորդության տասնամյակների ընթացքում առաջին անգամ ռազմիկ թագավորը հետ մնաց։ Տեքստը չի բացատրում, ինչու։ Թերս հոգնածություն մարտերից։ Թերս չափազանց վստահություն իր զորավարի նկատմամբ։ Թերս այն զգացողությունը, որ նա արդեն ապացուցել էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ապացուցել։ Փաստն այն է, որ մարդը, ով երբեք չէր նահանջում պայքարից, ընտրեց պալատի հարմարավետությունը, մինչդեռ նրա զինվորները արյունահոսում էին ամոնացիների դեմ ավելի քան 70 կիլոմետր հեռավորության վրա, Ռաբբա քաղաքում։ Առերույթ փոքր ընտրությունների հետանքները։ Երուսաղեմում իրիկնամուտը տարվա այդ եղանակին տում էր մոտ 2 ժամ։ Արը դանդաղորեն իջնում էր Հուդայի բլուրների հետում, քաղաքը ներկելով նարնջագույն երանգներով։ Դա օրվա ամենահաճելի պահն էր նախորդ ժամերի ինտենսիվ շոկից հետո։ Դավիթը վեր կացավ իր անկողնուց, տեքստը հուշում է, որ նա քնել էր կեսօրին, քայլեց դեպի պալատի տանիքը։ Թագավորական պալատը գտնվում էր քաղաքի ամենաբարձր մասում։ Սա նշանակում էր, որ Դավիթը կարող էր նայել ներք տեսնել շրջակա տների տանիքները։ Հին աշխարհում տանիքները ծառայում էին որպես բնակարանների ընդլայնում։ Մարդիկ այնտեղ ուտում էին, քնում էին այնտեղ շոգ գիշերներին, նա այնտեղ կատարում էին ծիսական լոգանքներ։ Գաղտնիությունը հարաբերական էր։ Այն, ինչ ներքում էր, տեսանելի էր նրանց համար, ովքեր վերում էին։ Եվ այդ ժամանակ Դավիթը տեսավ մի կին, որ լողանում էր։ Եբրայերեն տեքստն օգտագործում է արտահայտություն, որը ցույց է տալիս, որ նա կատարում էր իր ծիսական մաքրումը դաշտանային շրջանից հետո, մի մանրամասնություն, որը թարգմանիչները հաճախ բաց են թողնում, բայց որը վճռորոշ է հետագայում տեղի ունեցածը հասկանալու համար։ Նա պարզապես սնապարտությունից չէր լողանում։ Նա կատարում էր Մովսեսի օրենքը։ Նա անում էր հենց այն, ինչ պետք է աներ բարեպաշտ իսրայելացի կինը։ Նրա անունը Բեթսաբե էր։ Դիտեք, թե ինչ է տեղի ունենում հաջորդիվ։ Թագավորաց երկրորդ գրքի տեքստը վիրաբուժական է իր բառերի խնայողության մեջ։ Դավիթը տեսավ։ Դավիթն ուղարկեց հարցնելու, թե ով է նա։ Դավիթն ուղարկեց նրան բերելու։ Դավիթը պառկեց նրա հետ։ 4 արագ շարժումներով աստվածաշնչյան պատմիչը նկարագրում է թագավորի անկումը։ Չկա ռոմանտիզմ։ Չկա մշակված գայթակղություն։ Չկան սիրո խոստովանություններ։ Կա միայն առանց արգելակի գործադրվող իշխանություն։ Ծառաների պատասխանը, երբ Դավիթը հարցրեց կնոջ մասին, պետք է գործեր որպես սպող պատ։ Նրանք ասացին, որ նա Բեթսաբեն է, Եղիամի դուստրը, Քետացի Ուրիայի կինը։
Այս նույնականացման յուրաքանչյուր մաս կրում էր նախազգուշացում։ Եղիամի դուստրը։ Սա Դավթի 37 քաջերից մեկն էր, էլիտար ռազմիկները, որոնք հիշատակվում են Թագավորաց 2-րդ գրքի վերջում։ Եղիամը հավանաբար Աքիթոփելի որդին էր, թագավորության ամենափայլուն խորհրդականի, նույն նրա, ով հետագայում կմիանար Աբիսողոմի ապստամբությանը։ Աքիթոփելի թոռնուհու հետ գործ ունենալ նշանակում էր գործ ունենալ արքունիքի ամենահզոր մարդկանցից մեկի հետ։ Քետացի Ուրիայի կինը։ Ուրիան նույնպես հայտնվում է 37 քաջերի ցուցակում։ Նա էլիտար զինվոր էր, Դավթի ունեցած լավագույն ռազմիկներից մեկը։ Եվ հենց այդ պահին, երբ թագավորը տանիքի բարձունքից նայում էր նրա կնոջը, Ուրիան վտանգում էր իր կյանքը Ռաբբայի խրամատներում, մարտնչելով իր տիրոջ թագավորության ընդլայնման համար։ Քետացին։ Այս բառը ցույց էր տալիս, որ Ուրիան օտարերկրացի էր, ով դարձի էր եկել Իսրայելի Աստծուն ինտեգրվել ժողովրդին։ Նրա հավատարմությունն էլ ավելի ուշագրավ էր, քանի որ այն ընտրված էր, ոչ թե ժառանգված։ Նա իսրայելացի չէր ծնվել, նա դարձել էր այդպիսին համոզմունքով։ Դավիթն այս ամենը գիտեր և այնուամենայնիվ ուղարկեց նրան բերելու։ Տեքստը մեզ չի ասում, արդյոք Բեթսաբեն գնաց կամավոր, թե հարկադրաբար։ Մեզ չի ասում, արդյոք նա դիմադրեց, թե համաձայնեց։ Այն, ինչ մեզ ասում է, այն է, որ կար իշխանության անդունդ իր պալատում գտնվող թագավորի թագավորական սուրհանդակների կողմից կանչված սովորական կնոջ միջ։ Հին աշխարհում թագավորի հրամանը մերժելը գործնականում անհնար էր։ Գիտնականները դարեր շարունակ վիճում են Բեթսաբեի պատասխանատվության աստիճանի շուրջ, բայց աստվածաշնչյան տեքստը նախաձեռնության ամբողջ ծանրությունը դնում է Դավթի վրա։ Նա տեսավ։ Նա հարցրեց։ Նա ուղարկեց բերելու։ Նա վերցրեց։ Նա նույն գիշեր վերադարձավ տուն։ Շաբաթներ անցան։ Ռաբբայի պաշարումը շարունակվում էր։ Հովաբը կանոնավոր զեկույցներ էր ուղարկում արշավի ընթացքի մասին։ Պալատում կյանքը շարունակվում էր իր լսումների, դատավարությունների թագավորության կառավարման առօրյայով։ Եվ հետո եկավ մի հաղորդագրություն, որը կփոխեր ամեն ինչ։ Բեթսաբեն ուղարկեց Դավթին ասելու ընդամենը 3 բառ եբրայերենով. Ես հղի եմ։ Պատկերացրեք խնդրի չափը։ Հին Իսրայելում շնությունը պատժվում էր քարկոծմամբ մահով, թե տղամարդու, թե կնոջ համար։ Մովսեսի օրենքը հստակ էր այս հարցում Խտական 20-րդ գլխում, 2-րդ Օրինաց 22-րդ գլխում։ Դավիթը, թագավորը, ով պետք է լիներ օրենքի պահապանը, դրժել էր ամենահիմնարար պատվիրաններից մեկը։ Եվ հիմա կար ֆիզիկական ապացույց, որն աճում էր Բեթսաբեի արգանդում։ Եթե հղիությունը հայտնի դառնար, հետանքները կլինեին աղետալի։ Ուրիան կիմանար դավաճանության մասին։ Արքունիքը կիմանար, որ թագավորը շնացող է։ Մարգարեները վառելիք կունենային նրան դատապարտելու համար։ Հարան ազգերը կծաղրեին Իսրայելի օծյալին։ Նրա թագավորության բարոյական հիմքը կվտանգվեր։ Դավթին պլան էր պետք։ Եվ այստեղ սկսվում է վայրեջքի պարուրակը։ Դիտեք, թե ինչպես մեղքը ծածկելու յուրաքանչյուր փորձ տանում է դեպի ավելի մեծ մեղք։ Դա գրեթե հոգոր օրենք է, որը ցուցադրվում է իրական ժամանակում։ Առաջին պլանը նրբագեղ էր իր պարզության մեջ։ Դավիթը հաղորդագրություն ուղարկեց Հովաբին, խնդրելով, որ Ուրիային հետ ուղարկի Երուսաղեմ։ Պաշտոնական հիմնավորումը կլիներ պատերազմի ընթացքի մասին զեկույցը։ Իրականում Դավիթն ուզում էր, որ Ուրիան տուն գնա, քնի իր կնոջ հետ, այդպիսով հղիությունը վերագրվի օրինական ամուսնուն։ Ուրիան ժամանեց Երուսաղեմ, ծածկված ճանապարհի փոշով։ 70 կիլոմետր ճանապարհ Ռաբբայից։ Դավիթը նրան ընդունեց պալատում, հարցեր տվեց Հովաբի մասին, զինվորների մասին, պաշարման ընթացքի մասին։ Խոսեցին որպես հրամանատար ենթակա։ Եվ հետո Դավիթը թույլ տվեց Ուրիային գնալ, ասելով, որ նա պետք է տուն գնա հանգստանալու։ Թագավորը նույնիսկ ուտելիքի նվեր ուղարկեց նրա հետից, առատաձեռնության մի ժեստ, որը թաքցնում էր հաշվարկված մանիպուլյացիա։ Ուրիան տուն չգնաց։ Նա քնեց պալատի դռան մոտ, թագավորի ծառաների հետ։ Երբ Դավիթն այդ մասին իմացավ հաջորդ առավոտյան, կանչեց Ուրիային, հարցրեց, թե ինչու նա չի գնացել տեսնելու իր կնոջը այդքան երկար ժամանակ հեռու լինելուց հետո։ Ուրիայի պատասխանը խոցեց թագավորին ինչպես սուր։ Ուրիան ասաց, որ Աստծո տապանակը վրանի մեջ է, որ Իսրայելը, Հուդան բանակած են բաց դաշտում,
որ Հովաբը թագավորի զինվորները քնում են պաշարման կարծր հողի վրա։ Եվ հետո տվեց մի հարց, որը պետք է այրեր Դավթի ականջները։ Ինչպես կարող էր նա մտնել իր տուն, ուտել, խմել, պառկել իր կնոջ հետ, մինչդեռ իր ընկերները տառապում էին։ Հեգնանքը կործանարար է։ Օտարերկրացի զինվորը դրսևորում էր ավելի մեծ ամբողջականություն, ավելի մեծ հավատարմություն, ավելի մեծ Աստծո վախ, քան Իսրայելում ծնված Սամուել Մարգարեի կողմից օծված թագավորը։ Ուրիան հրաժարվում էր վայելել օրինական ամուսնական հաճույքը, ի համերաշխություն իր զինակիցների։ Դավիթը խլել էր անօրինական հաճույքը ուրիշի կնոջ հետ, զուտ քմահաճույքից դրդված։ Բայց թագավորը չհանձնվեց։ Երկրորդ պլանը ներառում էր ալկոհոլ։ Դավիթը հրավիրեց Ուրիային ուտելու խմելու իր հետ։ Տեքստն ասում է, որ Դավիթը նրան հարբեցրեց։ Միտքն այն էր, որ գինուց թուլացած պաշտպանությամբ Ուրիան վերջապես տեղի կտար կգնար տուն, իր կնոջ գիրկը։ Բնական ցանկությունը կհաղթեր բարոյական սկզբունքներին։ Չաշխատեց։ Նույնիսկ հարբած վիճակում Ուրիան նորից քնեց պալատի ծառաների հետ։ Նրա ռազմական կարգապահությունը պատվի զգացումը ավելի ուժեղ էին, քան ցանկացած քանակությամբ գինին։ Մարդը, որին Դավիթը փորձում էր մանիպուլյացիայի ենթարկել, անկաշառ էր։ Եվ այդ ժամանակ Դավիթը հատեց մի գիծ, որից վերադարձ չկար։ Հաջորդ առավոտյան թագավորը նամակ գրեց Հովաբին։ Բովանդակությունը մահապատժի դատավճիռ էր։ Դավիթը հրամայում էր Հովաբին Ուրիային դնել ամենաթեժ մարտի առաջնագծում, հետո նահանջել, նրան մենակ թողնելով թշնամիների կողմից սպանվելու համար։ Մտածեք այս պլանի հրեշավորության մասին։ Դավիթը օգտագործում էր Իսրայելի բանակը որպես սպանության գործիք։ Նա հրամայում էր իր սեփական զինվորներին լքել մի ընկերոջ։ Նա Հովաբին դարձնում էր սպանության հանցակից։ Եվ ամենասարսափելին, նա ուղարկեց նամակը, կնքված հենց Ուրիայի ձեռքերով։ Մարդը տարավ իր մահապատժի դատավճիռը, առանց իմանալու։ Հովաբը հնազանդվեց։ Ռաբբայի պաշարումը ներառում էր բարձր պարիսպներ, վճռական պաշտպաններ։ Հովաբը գիտեր Պարսպի ամենավտանգավոր կետերը, այն վայրերը, որտեղ ամոնացի աղեղնավորները ունեին կրակելու լավագույն անկյունը։ Նա Ուրիային տեղավորեց հենց այնտեղ, որտեղ մահը գրեթե անխուսափելի էր։ Հարձակումը տեղի ունեցավ։ Որոշ իսրայելացի զինվորներ մեռան, տեքստը դա հիշատակում է գրեթե անցողիկ, որպես Դավթի պլանի կողմնակի զոհեր։ Եվ մեռածների մեջ էր քետացի Ուրիան։ Հավատարիմ ռազմիկը, ով պատվի համար քնել էր պալատի դռան մոտ։ Նվիրված ամուսինը, ով չցանկացավ վայելել իր կնոջը, մինչդեռ իր ընկերները տառապում էին։ Օտարերկրացին, ով գրկել էր Իսրայելը ավելի մեծ եռանդով, քան շատ երկրածիններ։ Սպանված իր իսկ թագավորի հրամանով։ Հովաբը սուրհանդակ ուղարկեց Երուսաղեմ մարտի զեկույցով։ Նա հրահանգեց սուրհանդակին դիտել Դավթի արձագանքը, երբ նա իմանա կորուստների մասին։ Եթե թագավորը բարկանար պարիսպներին անխոհեմ մոտենալու համար, սուրհանդակը պետք է նշեր, որ Ուրիան նույնպես մեռել է։ Հովաբը ճանաչում էր իր տիրոջը։ Նա գիտեր, որ այդ տեղեկությունը կհանդարտեցներ ցանկացած գրգռվածություն։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Երբ սուրհանդակը վերջացրեց զեկույցը, նշեց Ուրիայի մահը, Դավիթը պատասխանեց հաշվարկված սառնությամբ։ Նա ասաց սուրհանդակին, որ մխիթարի Հովաբին, որ սուրը լափում է ինչպես մեկին, այնպես էլ մյուսին, որ Հովաբը պետք է ուժեղացնի հարձակումը կործանի քաղաքը։ Վետերան հրամանատարի բառեր։ Մեղքի ոչ մի դող։ Ափսոսանքի ոչ մի ստվեր։ Մեղքը քարացրել էր Աստծո սրտի համեմատ մարդու սիրտը։ Բեթսաբեն իմացավ իր ամուսնու մահվան մասին, սուգ պահեց։ Հին Իսրայելում Սկո ավանդական ժամանակաշրջանը տում էր 7 օր։ Հենց այդ ժամանակն անցավ, Դավիթն ուղարկեց նրան բերելու նրան կնության առավ։ Նա տեղափոխվեց պալատ, մի որդի ծնեց։ Մարդկային տեսանկյունից պլանը կատարելապես աշխատել էր։ Շնությունը ծածկված էր ամուսնությամբ։ Հղիությունն այժմ ուներ պաշտոնական հայր։ Ուրիան այլս չէր կարող հարցեր տալ։ Հովաբը հանցակից էր, հետաբար լռեցված։ Ծառաները, ովքեր բերել էին Բեթսաբեին այդ առաջին գիշերը, հավանաբար ինչ-որ բան գիտեին, բայց ով կմարտահրավեր թագավորին։ Աստվածաշնչյան տեքստը, սակայն, ավելացնում է մի նախադասություն, որն արձագանքում է որպես որոտ։ Բայց այն բանը, որ Դավիթն արեց, չար երած Տիրոջ աչքին։ Աստված ամեն ինչ տեսել էր։ Ամիսներ անցան։ Երեխան ծնվեց։
Դավիթը շարունակում էր կառավարել իր թագավորությունը, դատել գործերը, ընդլայնել սահմանները։ Թերս նա կարծում էր, որ ժամանակը բուժել է վերքը, որ լռությունը նշանակում էր արդարացում, որ մոռացությունը հնարավոր էր։ Այդ ժամանակ Նաթան մարգարեն լսարան խնդրեց։ Նաթանը հարգված դեմք էր արքունիքում։ Հենց նա էր Դավթին փոխանցել հավերժական դինաստիայի աստվածային խոստումը, որը գրանցված է Թագավորաց 2-րդ գրքի 7-րդ գլխում։ Նա ուներ անմիջական մուտք դեպի թագավորը ճանաչված հոգոր հեղինակություն։ Բայց այդ օրը նա չէր գալիս խոստումներով։ Նա գալիս էր մի առակով։ Նաթանը պատմեց մի քաղաքում ապրող երկու մարդու պատմությունը։ Մեկը հարուստ էր, ոչխարների տավարի հսկայական հոտերով, չափազանց շատ կենդանիներ հաշվելու համար։ Մյուսը աղքատ էր, ունենալով ընդամենը մի փոքրիկ էգ գառնուկ։ Այդ գառնուկին նա վերաբերվում էր որպես դստեր։ Նա ուտում էր աղքատ մարդու հացից, խմում էր նրա բաժակից, քնում էր նրա գրկում։ Դա այն ամենն էր, ինչ նա ուներ։ Մի ճամփորդ եկավ հարուստ մարդու տուն։ Փոխանակ իր սեփական հոտերից մի ոչխար վերցնելու ճաշ պատրաստելու համար, հարուստը վերցրեց աղքատի գառնուկը, մատուցեց հյուրին։ Դավթի արձագանքը եղավ ակնթարթային բուռն։ Նրա բարկությունը բորբոքվեց պատմության մարդու դեմ։ Նա երդվեց, որ այդ մարդը մահվան էր արժանի։ Նա որոշեց, որ նա պետք է քարապ ատիկ հատուցի գառնուկի արժեքը, քանի որ դա արել էր առանց գթության։ Թագավորը դեռ ընդունակ էր ճանաչել անարդարությունը։ Նա միայն չէր կարողանում տեսնել իր սեփականը։ Նաթանը նայեց Դավթի աչքերին, արտասանեց 4 բառ, որոնք անցան դարերի միջով։ Դու ես այդ մարդը։ Լռությունը, որը հաջորդեց, պետք է որ խլացուցիչ լիներ։ Այդ ժամանակ Նաթանը սկսեց խոսել Աստծո անունից։ Հիշեցրեց Դավթին այն ամենը, ինչ Տերը արել էր իր համար։ Ինչպես էր նրան օծել Իսրայելի վրա թագավոր։ Ինչպես էր նրան փրկել Սավուղի ձեռքից։ Ինչպես էր նրան տվել իր տիրոջ տունը, իր տիրոջ կանանց։ Ինչպես էր նրան տվել Իսրայելը Հուդան։ Եվ եթե դա քիչ լիներ, Աստված շատ ավելին կավելացներ։ Ինչու էր ուրեմն Դավիթը արամարել Տիրոջ խոսքը, անելով այն, ինչ չար էր աստվածային աչքերում։ Մարգարեն կոնկրետ էր։ Դավիթը հարվածել էր Ուրիային Ամոնի որդիների սրով։ Նա վերցրել էր Ուրիայի կնոջը, իր կինը լինելու համար։ Նա սպանել էր Ուրիային, օգտագործելով Իսրայելի թշնամիներին որպես գործիք։ Հնարավոր չէր հերքել։ Հնարավոր չէր հարաբերականացնել։ Հնարավոր չէր փախչել։ Դատավճիռը հաջորդեց անմիջապես։ Սուրը հավիտյան չէր հեռանա Դավթի տնից։ Չարիքը կբարձրանար նրա դեմ իր իսկ ընտանիքի ներսից։ Նրա կանայք կվերցվեին նրա աչքի առաջ, կտրվեին մի ուրիշ մարդու, հրապարակավ, արի լույսի ներքո։ Այն, ինչ Դավիթն արել էր գաղտնի, կվճարվեր հրապարակավ։ Այս մարգարեություններից յուրաքանչյուրը կիրականանար հաջորդ տարիներին։ Ամնոնը, Դավթի որդին, կբռնաբարեր իր համահայր քրոջը, Թամարին։ Աբիսողոմը, մի ուրիշ որդի, կսպաներ Ամնոնին, հետո կառաջնորդեր մի ապստամբություն իր իսկ հոր դեմ, տիրանալով Դավթի հարճերին Պալատի տանիքի վրա, հենց այն տանիքի, որտեղից ամեն ինչ սկսվել էր, ողջ Իսրայելի տեսադաշտում։ Սուրը երբեք չլքեց այդ ընտանիքը։ Դավթի պատասխանը Նաթանին եղավ հնարավորինս կարճ։ Մեղանչեցի Տիրոջ դեմ։ 4 բառ պորտուգալերենով։ 3-ը եբրայերենով։ Ոչ մի ներողություն։ Ոչ մի արդարացում։ Մեղքը նվազեցնելու կամ փոխանցելու ոչ մի փորձ։ Պարզապես մաքուր խոստովանություն։ Նաթանը պատասխանեց, որ Տերը ներել է նրա մեղքը, Դավիթը չէր մեռնի։ Բայց այդ միությունից ծնված որդին կմեռներ։ Ներման գինը դեռ ներառում էր հետանքներ։ Երեխան հիվանդացավ։ Դավիթը ծոմ պահեց, աղոթեց, պառկեց գետնին 7 օր շարունակ։ Նրա տան ծերերը փորձում էին նրան բարձրացնել, բայց նա մերժում էր ուտելիքը մխիթարությունը։ Նա պայքարում էր իր որդու կյանքի համար Աստծո առաջ։ 7-րդ օրը երեխան մեռավ։ Ծառաները վախենում էին Դավթին ասել, վախենալով նրա արձագանքից։ Բայց երբ նա նկատեց շշուկները, հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, արեց մի անսպասելի բան։ Վեր կացավ գետնից, լվացվեց, օծվեց, փոխեց հագուստը, գնաց Տիրոջ տունը, երկրպագեց։ Հետո վերադարձավ տուն, կերավ։ Նրա ծառաները ապշած էին։
Քանի դեռ երեխան ողջ էր, Դավիթը ծոմ էր պահում լաց լինում։ Հիմա, երբ նա մեռած էր, նա վեր էր կենում ուտում։ Դավթի պատասխանը բացահայտեց աստվածային ինքնիշխանության հասուն ըմբռնում։ Քանի դեռ երեխան ողջ էր, հույս կար, որ Աստված կգթա։ Հիմա, երբ նա մեռած էր, ծոմը նրան հետ չէր բերի։ Դավիթը կգնար նրա մոտ մի օր։ Նա հետ չէր վերադառնա իր մոտ։ Դրանից հետո Դավիթը մխիթարեց Բեթսաբեին։ Նա նորից հղիացավ մի ուրիշ որդի ծնեց։ Տրված անունը Սողոմոն էր։ Տեքստը ավելացնում է, որ Տերը սիրեց այդ երեխային ուղարկեց Նաթան մարգարեին, նրան մի ուրիշ անուն տալու համար, Հեդիդիա, որը նշանակում է Տիրոջ սիրելին։ Դավթի մեղքի կործանումից կծնվեր ամենաիմաստուն թագավորը, որին Իսրայելը կճանաչեր։ Շնությունից, սպանությունից սկսված միությունից կգար տաճարի կառուցողը։ Եվ Սողոմոնի տոհմից 1000 տարի անց Բեթլեհեմում կծնվեր Հիսուսը։ Աստված ուղիղ է գրում ծուռ տողերով։ Սաղմոս 51-րդը, որն ավանդույթը վերագրում է Դավթին Նաթանի հետ առճակատումից հետո, բացահայտում է կոտրված սրտի ներաշխարը։ Ողորմիր ինձ, ով Աստված, ըստ քո առատ բարության։ Քեզ դեմ, միայն քեզ դեմ մեղանչեցի։ Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Աստված։ Աստծո ընդունելի զոհերը կոտրված հոգին են։ Կոտրված ու խոնար սիրտը դու չես արամարի, ով Աստված։ Այս բառերում չկա ինքնապաշտպանություն։ Չկան մեղմացուցիչ հանգամանքներ։ Կա միայն մի մարդ իր արարչի առաջ, մերկ հավակնություններից ջախջախված իր սեփական արարքների ծանրության տակ, աղերսելով մաքրության համար, որը կարող էր գալ միայն իրենից դուրս։ Սա Դավթի պարադոքսն է։ Նույն մարդը, ով այդքան տպավորիչ կերպով ընկավ, նա ապաշխարեց համարժեք խորությամբ։ Նույն թագավորը, ով սպանություն ծրագրեց, նա գրեց բառեր, որոնք մխիթարում են մեղավորներին արդեն 3000-ամյակ։ Նույն ռազմիկը, ով խլեց ուրիշի կնոջը, նա ստեղծեց խոստովանության մոդելը, որը եկեղեցին օգտագործում է մինչ օրս։ Աստված չընտրեց Դավթին, որովհետև նա կատարյալ էր։ Նրան ընտրեց, որովհետև նույնիսկ ձախողման խորքերում Դավիթը գիտեր, ինչպես վերադառնալ։ Նրա սիրտը մնում էր ուղղված դեպի Աստված նույնիսկ այն ժամանակ, երբ նրա գործողությունները դավաճանում էին իրեն։ Նա չէր արդարացնում իր մեղքը, նա խոստովանում էր այն։ Չէր մեղադրում ուրիշներին, ստանձնում էր պատասխանատվությունը։ Չէր փախչում Աստծուց, վազում էր դեպի նա։ Մտածեք այն մասին, ինչ մնում է այս պատմությունից։ Բեթսաբեն, կինը, ով վերցվեց տանիքից, դարձավ թագուհի գահաժառանգի մայր։ Նրա ազդեցությունը Սողոմոնի արքունիքում նշանակալի կլիներ, հենց նա էր, ով ապահովեց իր որդու հաջորդականությունը, երբ Ադոնյան փորձեց հափշտակել գահը։ Իշխանության չարաշահման զոհից նա դարձավ Իսրայելի ամենահզոր կանանցից մեկը։ Ուրիան, սպանված հավատարիմ զինվորը, մոռացված չէ Սուրբ գրքում։ Երբ Մատթեոս ավետարանիչը գծում է Հիսուսի տոհմաբանությունը իր ավետարանի առաջին գլխում, նա չի ասում, որ Սողոմոնը ծնվեց Դավթից Բեթսաբեից։ Նա ասում է, որ Սողոմոնը ծնվեց Դավթից նրանից, ով Ուրիայի կինն էր։ 1000 տարի անց Քետացու անունը դեռ արձագանքում է որպես կրած անարդարության լուր վկա։ Դավիթը, ընկած թագավորը, մնում է որպես նախազգուշացում, որպես հույս։ Նախազգուշացում, որովհետև ցույց է տալիս, որ ոչ մի օծում, ոչ մի հոգոր փորձառություն, հաղթանակների ոչ մի անցյալ չի երաշխավորում անձեռնխելիություն մեղքի դեմ։ Հույս, որովհետև ապացուցում է, որ չկա այնքան խորը անկում, որին անկեղծ ապաշխարությունը չկարողանա հասցնել Աստծո ողորմությունը։ Երուսաղեմի տանիքն այլս գոյություն չունի։ Մայրիների պալատը վաղուց փլուզվել է։ Ռաբբայի պարիսպները վերակառուցվել կործանվել են բազմաթիվ անգամներ դարերի ընթացքում, քաղաքն այսօր Ամմանն է, Հորդանանի մայրաքաղաքը։ Այս պատմության հերոսները 3000 տարի է, ինչ փոշի են։ Բայց այն դինամիկան, որով նրանք ապրեցին, կրկնվում է յուրաքանչյուր սերնդի մեջ։ Իշխանության դիրքերում գտնվող տղամարդիկ նայում են այնտեղ, որտեղ չպետք է նայեին։ Օգտագործում են իրենց հեղինակությունը, վերցնելու այն, ինչ իրենց չի պատկանում։ Մշակում են գնալով ավելի բարդ պլաններ, իրենց անցանքները ծածկելու համար։ Ներգրավում են անմեղներին իրենց դավադրությունների մեջ։ Լռեցնում են վկաներին։ Եվ ի վերջո, երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս, կանգնում են այն ընտրության առաջ, որը բնորոշեց Դավթին։ Արդարացնել կամ խոստովանել։ Բեթսաբեի Դավթի պատմությունը հիմնականում կանացի գայթակղության կամ տղամարդկային թուլության մասին չէ։
Այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկը, ով խորապես ճանաչում է Աստծուն, գիտակցաբար ընտրում է արամարել այդ գիտելիքը։ Այն պատրանքի մասին է, թե իշխանությունը ազատում է հաշվետվողականությունից։ Այն հոգոր մաթեմատիկայի մասին է, որը ցույց է տալիս, թե ինչպես ծածկված մեղքը միշտ ծնում է ավելի մեծ մեղքեր։ Եվ այն շնորհի մասին է, որովհետև այս ամենի մեջ շնության, մանիպուլյացիայի, սպանության, կեղծավորության Աստված չլքեց Դավթին։ Ուղարկեց մի մարգարեի, նրան առճակատելու համար։ Ներում շնորհեց, երբ եղավ ապաշխարություն։ Թույլ տվեց, որ այդ միությունից ծնվի թագավորը, ով կկառուցեր իր տաճարը։ Եվ ներառեց թե Դավթին, թե Բեթսաբեին Մեսիայի տոհմի մեջ։ Սա չի նվազեցնում մեղքը։ Հետանքները եղան իրական տական։ Երեխան մեռավ։ Ընտանիքը ջախջախվեց բռնության պատճառով։ Թագավորությունը բախվեց ապստամբության։ Դավիթը կրեց այդ սպիները իր մնացած օրերի ընթացքում։ Բայց դա ցույց է տալիս, որ Աստված ընդունակ է փրկել նույնիսկ այն, ինչը թվում է անհուսալիորեն կորած։ Որ նա կարող է հյուսել հավերժական նպատակ նույնիսկ սարսափելի ընտրություններով պղծված թելերից։ Որ անկեղծ ապաշխարությունը գտնում է մի հոր, ով պատրաստ է հետ ընդունելու։ Երբ Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում, Դավթի արյունը հոսում էր նրա երակներում։ Եվ նա Բեթսաբեի արյունը։ Եվ որոշ իմաստով Ուրիայի հիշատակը ներկա էր այդ մսուրում, ոչ թե որովհետև նա կենսաբանական նախնի էր, այլ որովհետև նրա պատմությունը այն պատմության մի մասն էր, որը հասցրեց մինչ այդտեղ։ Մարդացած Աստված չեկավ անարատ տոհմից։ Նա եկավ մի տոհմից, որը նշանավորված է շնությամբ, սպանությամբ, խաբեությամբ, մարդկային ամեն տեսակ ձախողմամբ։ Գիտակցաբար։ Որովհետև նա եկավ մեղավորների համար, ոչ թե արդարների։ Ընկածների համար, ոչ թե նրանց, ովքեր երբեք չեն սայթաքել։ Աշխարհի Դավիթների համար, Բեթսաբեների ու Ուրիաների համար նույնպես։ Երուսաղեմի այն տանիքի վրա 3000 տարի առաջ գարնանային մի իրիկնամուտին, մի թագավոր նայեց ներք տեսավ մի կնոջ։ Այն ընտրությունը, որ նա կատարեց հաջորդ վայրկյաններին, շարունակել նայել, թե հայացքը թեքել, որոշեց նրա կյանքի, նրա ընտանիքի, նրա թագավորության ընթացքը։ Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր սերնդում բախվում է իր սեփական տանիքներին։ Այն, ինչ դուք անում եք ձեր տանիքի հետ, սահմանում է, թե ով եք դուք դառնում։ Մեզ օգնելու համար շարունակել արտադրել այս վավերագրական ֆիլմերը աստվածաշնչյան պատմությունները, մտածեք ձեռք բերել մեր էլեկտրոնային գիրքը ավելի քան 50 աղոթքներով։ Դա այս նախագիծը օրհնելու միջոց է, մի նույն ժամանակ ձեր ճանապարհի